Մենք այսօր ինչ հասարակություն ենք։ Մենք ովքեր ենք։ Մենք բոլորս բոլորին ատում ենք։ Մենք մասնատված ենք։ Մեր մեջ թշնամություն է մտել։ Եվ այդ թշնամությունը սնում է գործող իշխանությանը։ Տարանջատումներ, բաժանումներ, թշնամիներ, եւ ես նույնիսկ հիմա կասկած ունեմ, արդյոք մենք կարող ենք կոչվել հասարակություն։ Որտեւ ինչ է հասարակությունը։ Հասարակություն դա կառուցվածք է, հիմնված արժեքների վրա, կանոնների վրա, նորմերի վրա։ Մենք ամեն օր, ամեն ժամ, քանի կա այս իշխանությունը, այդ ամեն ինչից զրկվում ենք։ Մենք շատ վտանգավոր վիճակում ենք հայտնվել որպես հասարակություն։ Իսկ որտեղից այդ ամեն ինչը սկսվեց։ Մենք մեզ այդ հարցը տվել ենք, ինչի այդպես ստացվեց։ Դեռևս 90-ական թվականներից, երբ որ Հայաստանում մտավ վայրի կապիտալիզմը, հանրության մի զգալի հատված անտեսվեց, մնաց մենակ, որովհետև կար լավ կամ վատ սոցիալական պետություն, որտեղ մարդիկ ունեին վստահություն ապագայի հանդեպ, չնայած այդ վստահությունը կամ կյանքի որակը այդքան էլ բարձր չէր, նրանք մնացին մենակ եւ պետությունը այդ մարդկանց թողեց մենակ։ Այդ մարդիկ պատերազմում հաղթեցին, պատերազմում հաղթեց ողջ հայ հասարակությունը։ Ինչ-որ մարդիկ պատերազմի էին գնում, ինչ-որ մարդիկ սոված էին մնում, ցրտի մեջ էին մնում, բայց այնուամենայնիվ բոլորը դրան դիմացան եւ հաղթեցին։ Եվ այդ հաղթած ժողովրդի մի զգալի հատվածը օտարվեց պետությունից։ Պետությունը մեջքով շրջվեց նրանց հանդեպ։ Եվ այդ ամենը ինչի հանգեցրեց։ Այդ ամենը հանգեցրեց 2018 թվականին, որովհետև 90-ական թվականներից սկսած այս հանրության հիմքում դրվել է ռումբ։ Այդ ռումբը պայթեց 2018 թվականին։ Ով օգտվեց այդ ռումբից։ Այդ ռումբից օգտվեց մի ավանտյուրիստ, մի պոպուլիստ, որը սկսեց դա օգտագործել իշխանության գալու համար։ Եվ որքանով մենք տարանջատված ենք, միմյանց նկատմամբ ատելությամբ ենք լցված, այնքան դա սնում է գործող իշխանությանը։ Մեր խնդիրն է ազատվել այդ փոխադարձ ատելությունից, այդ փոխադարձ բաժանումներից։ Ինչ բաժանումներ են, հարուստներ, աղքատներ, հայաստանցիներ, արցախցիներ, մյուս բաժանումը պատերազմ, թե խաղաղություն։ Այսինքն այս բաժանումները մեզ անթաց ստրեսների մեջ է գցում, մեզ փոխադարձ ատելության մեջ է գցում։ Մայր Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը այն է, որպեսզի մենք ազատվենք այդ փոխադարձ ատելության մթնոլորտից։ Մենք պետք է լինենք հանդուրժող եւ համերաշխ։ Եթե մենք հանդուրժող եւ համերաշխ չլինենք, մենք ոչինչի չենք կարող հասնել։ Այս էջը մենք պետք է շրջենք։ Դա նաև մեր գլխավոր նպատակներից եւ առաքելություններից մեկն է։ Տեսեք, մեզ բնութագրող կարգախոսը այն է, որ բոլորը բոլորին դեմ են։ Եվ նույնիսկ հայտնվել են մարդիկ, որոնք փորձում են թամբել այս իրավիճակը եւ բոլորին դեմ են ինչ-որ շարժում են անում։ Բոլորին դեմ շարժումը դա շատ վտանգավոր է, բայց սա ունի իր պատճառները։ Դուք ձեզ ինքներդ հարց տվել եք, թե ինչի համար Հայաստանում կա անվստահություն կուսակցությունների հանդեպ։ Մտածել եք այդ ուղղությամբ։ Պատճառներից մեկը ես կարծում եմ այն է, որտեղ կուսակցությունների եւ ժողովրդի միջև չկա կապող օղակը։ Կապող օղակը դա քաղաքացիական հասարակությունն է, դա հասարակական կազմակերպություններ են։ Այն ինչ որ մեր մոտ կա, դա սնվում է դրսից, օգտագործում է դրսին։ Դրանք 5-րդ շարասյուն են դարձել եւ դա բնական է։ Մեր խնդիրներից մեկը այն է, որ մենք կարողանանք ստեղծել մեր հասարակությունը, մեր քաղաքացիական հասարակությունը, ժողովուրդը բարձրանա, դառնա հասարակության մակարդակի եւ այդ հասարակությունը, պետությունը, կառավարությունը պետք է նրանց ֆինանսավորի, օգնի նրանք կայացմանը եւ դրանք պետք է լինեն օղակ իշխանության եւ ժողովրդի միջև եւ այդ ժողովրդի տեսակետները, կարծիքները ձևավորեն, հասցնեն իշխանությանը եւ շատ դեպքերում ստիպեն եւ կառավարությունը պետք է նպաստի այդ ամենը, որը տեղի ունենա։ Մենք պետք է այդ ամենը կայացնենք։ Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է նույնպես։
Ինչ է մեզ այսօր պետք։ Մեզ այսօր պետք է ոչ թե բաժանում, այլ համերաշխություն։ Մեզ պետք է ոչ թե հուսալքություն, այլ հույս։ Մեզ պետք է ոչ թե անորոշություն եւ անորոշ սպասումներ, այլ գործողություն։ Մենք պետք է անցնենք գործողությունների։ Միասին հանուն Հայաստանի, հանուն ապագայի։ Մենք տարբեր ենք, մենք ոչ մեկս մյուսին նման չենք, բայց մենք պետք է լինենք միասնական։ Այս 10 կետերը, որը պարոն Թևանյանը ներկայացրեց, շատ կարևոր են։ Դրանք պետք է իրականացվեն, բայց մենք դա կարող ենք իրականացնել այն ժամանակ, երբ որ մենք լինենք միասին, մենք տարբեր ենք, բայց մենք պետք է միմյանց հանդուրժողը լինենք։ Մայր Հայաստան կուսակցությունը առաջարկում է հանդուրժողականություն եւ համերաշխություն։